Անցյալ տարեվերջին հանրությունը ցնցվեց Ծափաթաղ գյուղի 3-ամյա բնակիչ Տիգրան Օվանեսովի սպանությունից։ Հոկտեմբերի 27-ից անհետ կորած համարվող 3-ամյա տղային սպանել էր հայրը, խեղդելով։ Դեպքից հետո Տիգրանի քույրն ու եղբայրը տեղափոխվել էին երեխաների պաշտպանության կենտրոն։ Ռադար Արմենիայի հետ զրույցում Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը ասաց. մայրը կարողանում է հաճախակի տեսակցել երեխաներին, սակայն շուտով նրանք կվերադառնան ընտանիք մոր մոտ։ Դուք հետաքրքրվել եք նրանց վիճակով։ Այո։ Իսկ ընտանիքը ինչ վիճակում է այս պահին։ Մայրը նո գյուղում։ Մայրը հնարավորություն ունենում է հաճախակի տեսակցել երեխաներին։ Հա, տեսակցում եմ։ Ինչ հաճախականությամբ։ Որպես այդպեսին հաճախականությունը ձեզ sense հստակ չեմ կարող ասեմ, բայց հաճախակ է հանդիպում։ Որքան ժամանակ է նախատեսվում, որ երեխաները պետք է մնան կենտրոնում։ Ամենայն հավանականությամբ այսքան մի շաբաթ կտեղափոխվենք։ Այսինքն տեղափոխվում են ապրելու մոր հետ։ Այո։ Իսկ ինչ աջակցություններ է ցուցաբերվում այս պահին ընտանիքին։ Հիմա մենակ մայրն է, աջակցություն որպես այդպեսին նպաստ չի ստանում, երեխաները քանի որ պետության հովանավորության տակ, համայնքապետարանից ենք ծննդային թափետ տվել, երեխաները արդեն որ կգան համայնք գյուղ կհասկանան։ Իսկ համայնքում ինչպիսի ծրագրեր են իրականացվում, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվի, ինչպիսի հսկողություն է իրականացվում։ Մեր սոցաշխատողը համայնքային սոցաշխատողներ միասնական սոցիալական ծառայություններ այցելում են։ Ընտանիքներ գնահատում են անում։ Հիշեցնենք, որ 3-ամյա Տիգրանը կորել էր հոկտեմբերի 27-ից, մի քանի օր անց նրա մարմինը հայտնաբերվել էր։ Պարզվել էր, որ հայրը վրեժի շարժառիթով սպանել էր նրան կոկորդից խեղդելով։ Նա կալանավորված է։